մի կողմ դրեք բոլոր տարաձայնությունները, չէ՞։ Ես ասեմ, եթե այս կարգի տարաձայնություն կա, ուրեմն իրար հետ ճանապարհ գնալու էլ պիտի չլինի։ Եթե իրանք փաստորեն պարզվեց, որ այդ 5-6 տարիա որ մի կողմ դրած ենք, ինչ չենք հասնում, մի բանի հասել ենք, ոչ մի արդյունք չենք հասել։ Ինչ է եղել, պրավալ եղել, մենք մեղադրել ենք իրանք էլ մեղադրել են մեզ, չէ՞։ Այսինքն մենք իրար հետ ես կողմ եմ, հիմա այս բախմանը, եթե իրանք մեջից այդ թույնը չի դուրս գալիս դեպի Սերժ Սարգսյան, այդ թույնը կա, որ Սերժն է բերել Նիկոլին, այս ամեն ինչի մեղավորը Նիկոլն է, ուրեմն ճիշտ չի, համ իրանց պարագայում ճիշտ չի, որ մենք ելնենք իրանց հետ, համ էլ մեր պարագայում ճիշտ չի, որ այդ ձևի մեզ մեղադրողների հետ մենք ճամփեցանք։ Այո, թող բախում լինի։ Ոչ թե պետքա տարաձայնությունները մի կողմ դնեն նման կարգի տարաձայնությունը, այլ պետք է այդ տարաձայնությունը վերանա, որ մենք կարողանանք ճամփայտանք։ Եթե իրանց մեզ չի վերանում, իրանք կեղծ գալիս են, բա որ մենք այդ մարդն ենք եղել, Սերժն է բերել Նիկոլին, Նիկոլին բերողի հետ ինչ ճամփա է սեթում։ Այսքան տարի կեղծ էիք ճամփա գալիս, հասկանում եք։ Ավելի լավ է, այո, բախումը լինի, ու այս բախման արդյունքում, եթե նորից եմ ասում, տարաձայնությունը չի վերանում, այդ տարաձայնությունը, իրանց մեջ այդ կարծիքը չի վերանում դեպի Սերժ Սարգսյան, որ Սերժն է բերել Նիկոլին, Սերժն է այս ամեն ինչը սարքի, ուրեմն ես մեզ մաղթում եմ, այնց ուժեղ բախում, որ մեզնից մեկը մնա քաղաքական դաշտում, որովհետև մենք իրար ուտելով Նիկոլի կյանքը երկարացնում ենք, սենց ասենք, որ ոչ մեկին չնեղացնեմ։ Ավելի լավ մեզից մեկը մյուսին ջախջախի, հետո որ մնա պայքարը մենակ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ ժամանակ կարող լինի հաջողություն։ Ու այդ ժամանակ որ լինի հաջողությունը հաղթողին, կասեմ ախպեր, ճիշտ է, լավ ուժի ջախջախեց, ասենք մենք ենք ջախջախել կամ իրանք մեզ, բայց մարդիկ երգիրներ փրկեցին, հասկանաք, ես այս սա կասեմ մենակ,